Մեր պահանջը մեր աշխատանքի օրերն ենք ուզում իմանանք հստակ եպա, անհանգիստ վիճակը, կոնկրետ հստակ բան է մեզի պետք որ իմանանք, 10 օրից ավել արդեն։ Ինչ եք նախատեսում ինչ պատասխան անել։ Ընթացքը ցույց կտա, ոնց որ բոլորը։ Պլաններ կան արդեն։ Չտես պլաններ չկան։ Այս պահին ինչ եք անելու որ հավաքվել եք այստեղ։ Դու ուզում եք մեր ձայնը բարձրաձայնեք։ Ապարակնքելա գամ մեր հարցին պատասխանը, մեր աշխատավարձները ով է տալու։ Մենք մեր ղեկավարությանը հարց ենք տալու, մեր ղեկավարությունը հստակ չի կարող մեր հարցին պատասխանել, մեր աշխատավարձների հարցերը ով է լուծելու։ Թող գան ասեն, ով է տալու, ով աշխատավարձ է տալու մեզ, թող աշխատավարձը տանենք մեր հարցերը լուծենք։ Այսպես չքան կարելի է շարունակվի։ Երկար ժամանակ եք աշխատում։ Ու մի 5 տարի կլինի։ 5 տարի կլինի, 5 տարվա ընթացքում ես հենց դեպք չեմ հանդիպել, որ սենց լինի։ Աշխատավարձի ուշադրություն։ Вообще ոչ մի բան չի ելել։ Հիմա արդեն պետք է սա կոմունալ բան վճարած լինենք մենք։ Խնդրեմ բոլորով բարձրանք ճամփեն մենք ոստիկանների հետ ոչ մի հարց պատասխան չունենք։ Ով է մեզի պատասխան տալ։ Թող գան մեր հարցին պատասխանի։ Կարանք բարձրանք հարգելի լրագրող վերև։ Մեկը ես 13 թվից տեղ եմ աշխատում, 18 թվից Վարչով ապրում եմ։ Ու ես գործարանի աշխատելու իմ հաշվին ես գործարանի շնորհիվ ես 18 թվից Վարչը ոչ մի օր չեմ ուշացրել, իմ կոմունալներ ամեն ինչը ժամանակին մուծել են վարկերը բանը։ Մենք ուրիշ բան չենք պահանջում։ Հիմա եկավ կոմունալները մուծելու վաղտնա Վարչով էլ ապրում եմ։ Հեսա տանտիրոջ ես ինչ պետք է պատասխանեմ։ Զանգելու ասի դուս արի։ Երկու անչափահաս երեխա ունեմ, տան միակ աշխատողը ես եմ։ Ձեր աշխատանքն էլ է վտանգի տակ այս պահին, դրա մասով ինչ կասեք։ Դե աշխատանքը ախր կոնկրետ բան չեն ասում, եթե կոնկրետ ասեն, որ օրինակ աշխատանքը չի լինելու, դա էլ չեն ասում, եթե ասեն գոնե մենք իմանանք ինչ անենք։ Ոչ մի հստակ պատասխան չեն տալի, ում դիմում ենք, սաղ էլ ասում են չգիտենք, տեղյակ չենք, ոչ մեկ հստակ բան չի ասում։ Ումից եք ուզում պատասխան ստանալ։ Ում դիմել ենք, սաղ էլ մեկը մեկի վրա են գցում պատասխանը։ Հիմա չգիտենք մենք ում դիմենք։ Ասել ասող մնում ամենակ վարչապետի հետ է, փորձենք հանդիպենք, դատախազություն, քննչական աշխատողների իրավունքները չեն խախտվի, վարչապետը այդպես բանել է, որ աշխատողների իրավունքները կպահպանվեն։ Հիմա որ գործարանը փակված է, մենք կուզենք իմանանք աշխատողների իրավունքը ո՞նց է պահպանվելու։ Հիմա ինչ ալերում մեր վիճակը, գործարանը բացվելու է, չի բացվելու։ Խնդրենք մեր վարչապետին դիմեր էկոնոմիկայի նախարարությանը, թե ումը հրահանգեր, մեզի պատասխան տանք, բացվելու է հիմնարկը, փակ ամնալու, ոնց անելու, մենք անորոշ վիճակի մեջ գալիս տեթում ենք ամեն օր։ Քանի օր անգործ եք։ 10 օրից ավել է։ Արդեն։ Այս ընթացքում ում եք դիմել, որ ոչ մի արձագանք չեք ստացել։ Հեռուստաընկերություն, հա։ Հիմնականում քննչական կոմիտեի հետ եք։ Դες գիտենք այս հարցը արդեն որ քաղաքական է, մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, մեզ պետք է մեր գործարանը բացվի, բոլորս հետանք աշխատենք, ամեն մեկս օքսեր ունենք, ընտանիքներ ենք պահում, հազարում մի հարցեր կա։ Անորոշ վիճակի մեջ է, ոնց իմանանք, չենք իմանում, աշխատելու ենք, ոնց անելու, անորոշ ամեն օր գալի եթում ենք։ Մեզ պետք է որ իմանանք ինչ է ոնց է։ Քանի օր այսպես բողոքի ակցիաներ եք կազմակերպում։ Օրինակ այսօր ինչ եք անելու ի վերջո ձեր գործողությունները ո՞րն են։ Ամեն ինչ ուզում ենք սահմանների մեջ լինի։ Չենք ուզում օրենքից դուրս ինչ-որ մի բան անենք։ Մեզ պետք է մեր զավոդը բացվի, մենք այդտեղ աշխատենք ուրիշ ոչ մի բան։ Ուղղակի ոչ ոք չի լսում մեզ։ Այդքան բան։ Դե դա խնդիրը որ ձեզ հիմա ոչ ոք չի լսում։ Դե ներկայացնել էլ որ ոչ մի բան չենք ուզում օրենքից դուրս ինչ-որ մի բան անենք։ Մեզ պետք է մեր ոնց ասեմ ձայնը ինչ-որ միտեղ ասնի։ Մեզ պատասխան տա։ Արանց ցեմենտը ոնց էր։ Բանից եկան կառավարության էկոնոմիկայի նախարարությունից եկան բացին աշխատին իրավական հարցերը ընթացքում սա եղավ։ Մի կանամերն է գան բացը մենք աշխատենք, այդ իրավական եթե ինչ-որ գործընթացներ բան կա, ընթացքում սա անում։ Մենք չգիտենք էլ սկի ով է մեր աշխատավարձի հարցերը լուծելու։ Եկուց ամսի 18-ն է, վաղվանից սկսվում է արդեն կոմունալները։ Թե ինչ արնելու։ Դրանից հետո վարկերը։ Ամեն ինչը ես չափ կա, էլի սահման կա։ Քանի մարդ աշխատում։ Մոտ 80 հոգի։ 50 հոգի աշխատում։
Կանայք են կան մեջ։ Այո, երկու հոգի։ Չէ, ունենք 4-5 հոգի կանայք։ Դե ամեն մեկը մի ձև, իմի մեկը վարձով ամնում, մեկը անվարձ ամնում, իմի ամեն մեկը մի ձև իր ընտանիքը պահում էր հաստատ։ Ոչ մեկը դժգոհ չենք ելել, ես 23 տարի ստե աշխատում եմ։ Ես այսքան ժամանակ դժգոհ չեմ ելել։ Եթե դժգոհների հաստատ ստե չի աշխատում։ Քաղաքական եք տեսնում ես ամեն ինչ։ Դե ամեն ինչ էլ կա։ Ուղղակի մենք չենք խառնում այդ քաղաքական շոյի բանը։ Այսի մեր աշխատանքը լինի, մենք այդքան աշխատենք, թող իրանք իրենց հարցերը լուծեն։ Ստեղ իրականում մենակ մենք այս 70-80 հոգին չենք դժվաց էլի։ Դժվաց են մի քանի տասնյակ հաճախորդներ, դժվաց են մի քանի 100 շինարարներ, որ զավոդը փակ պահելու պատճառով հարյուրավոր մարդիկ են, անցած բարակ մնացել։ Մենակ մենք չենք։ Զավոդից դուրս էլ ստեղ հետ կապ ունեցող մարդիկ էլ որպեսզի քարը գնեն, տանան շինարարություն անեն չեն կարող։ Նա լավը պարտանալու բան ունենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը պետք է սարքվեր մեր Հայաստանի Հանրապետությունը պարտանալու տեղ ուներ։ Իսկ այսօր դա կային էր։ Գոնե խնդրում ենք կամ պահանջում ենք, ոնց գա հասկանում։ Գոնե բացեն այդ արձանը սարքենք, բրցնենք, դրանից հետո թողան նորից սպագեն։ Այդքան բան։ Ժողովուրդ ջան, ես ամեն ինչի վերջի չա լինելու ես ինչ պատկերություն ունեք ես Կարծում ենք, որ արդարությունը կգտնվի ու րոպեար շուտ կբացվի զավոդը։ Սենց թե չանելանելի վիճակում ենք բոլորս հայտնվել։ Այսօր արդեն ամսի քանիսն է 17-ն է, կոմունալների ժամանակը կա, վետեր կոմունալ ենք ասում։ Վարկերը միանից, վարձերը միանից, ես մեկը հաշմանդամ մայր ունեմ, ու մնացածներն էլ ամեն մեկը իր հոգսուն ցավը ունի։ Այսօր արդեն մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստանայինք, մեր հարցերը կարգավորենք, բայց մինչև հիմա կոտրած տասրակի առաջ ենք։ Ոչ մեկ չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեզ մեր լուծում տա էլ էս հարցի շուրջ։ Իմանանք փակվում է։ Արդեն ուրիշ բաներ անենք, ուրիշ տեղ գործ մանգանք։ Չի փակվում, ուրեմն թող նա տողը ասեն, խոսքի հետորով իմանանք, որ այդ օրով գոնե բացում է։ Մենք էլ, չգիտեմ, կարողանանք արդեն մեր հարցերը կարգավորենք։ Հիմա աշխատավարձը մենք մեր ուրից ուզենք։ Մեր ղեկավարությանը ասում ենք, մեր ղեկավարն էլ անորոշ վիճակի մեջ է, չգիտի մեզ ինչ պատասխանի։ Որովհետև այդ մարդն էլ չգիտի ինքը ինչ անի։ Սենց անելանելի վիճակ է, չգիտենք։ Աստված ջան, եթե փակվի, ոնց դուք ասեցիք, պատրաստում եք այլ գործ գտնենք, թե պայքարել, որպեսզի ձեր աշխատավայրում Դե ներկայացնել է որ պայքարում։ Դե հələ որ պայքարում ենք, որ գոնե արդարություն լինի, որովհետև մի 6 տարի ես եմ ստե աշխատում, լիքը մարդիկ արդեն 20 տարուց ավելի ստե աշխատում են ու բոլորի համար է ոչ միայն աշխատանքը, ամեն սրտացավանք է, այդքան ստե համագ ունեն, այդքան ստե ստեղծած ունեն, այդքան տանջվել են մի բան ստեղծել են, էլի, այդ մի օրում չի կարա էլի գնակորի։ Այ Հիսուս Քրիստոսի հարցանա պետք է կառուցեն, մարդը բարեգործություն է անում, դա փորձում է անի, բայց դա էլ մեզնից կախված է, որտեղ մեր գործանից այդ քարերը գնում։ Բայց այն որ խոսքի կարար մեր երկիրը ծաղկի թե զբոսաշրջության թե туриզմի առումով դա էլ է կանգնած։ Բոլորը այսինքն ցեպոշկով ոնց որ հերթականությամբ գնում է։ Արդեն քանի օր եք գնում գալիս եք։ Արդեն 10 օրից ավել է գնում գալիս ենք ու չգիտենք հələ ինչքան կգնանք կգանք ու արդեն չգիտենք, էլ չեն կարող ապրենք։ Այսքան ժողովուրդը միշտ լցված է, չգիտեմ որ արդեն չգիտի ինչ անեն։ Հիպոթեկով տուն են վերցնում, մեկը նորացին երեխա ունի, մեկը չգիտեմ 1000-ի հարց ունի, վարկ ունի, պարտք ունի, վարձով եմ ննում։ Որ վարձակալին է հասածես, չգիտեմ, թազատեղ գործ կճարեմ, մի ամսից, 2 ամսից նոր կարողանամ վարձը տամ, կասի հա հարց չկա։ Բոլորն այդ նույն բանին կհանեն մարդկանց տնից, այդ մարդիկ բա ինչ անեն։ Անելանելի վիճակ է, հարցին լուծում է, չէ՞, պետք տալ։ Կխնդրենք ղեկավարությանը երկրի այս հարցին լուծում տա, մենք ոչ մի բան չենք հակականացնում, ուզում ենք ամեն ինչ օրինական ճանապարհով լինի։ Ոչ ուզում ենք անօրինություններ անենք, ոչ էլ ինչ որ չգիտեմ բունտեր ենք անում կամ չգիտեմ ճանապարհներ ենք փակում կամ ինչ որ բան։ Խաղ ճանապարհով փորձում ենք այս ամեն ինչին գոնե լուծում տանք, էլի, չգիտեմ ոնց կլինի։ Գոնե օրինակ չեն արձագանքում։ Թե որտեղ ուրեմն արդարություն չկա, որ չեն արձագանքել։ Այսքան մարդը ըստ գալիս են ամեն օր այն հույսով, որ կարող է իրանց աշխատատեղը բացվի, ու լավ մինչև հիմա չի բացվել։ Չգիտենք ինչ անենք, իրոք չգիտենք ինչ անենք։ Այսօր արդեն ամսի 17-ն է, այս ամսի 20-ին ավտոմատ կերպով հոսանքները անջատվում են։ Լմնացած բաները չեմ ասում, այն վարկեր, մարկերը։ Այդ մարդիկ էլ հետո ընկնելու են Հարկադիր Էսյանինյան, էլի պետությունը պահանջելու է, որ այդ Հարկադիրը փակվի, ոնց են փակելու։ Սա չի լինի, էլի, այս հարցին պետք է լուծում տվեցվի։ Ոչ տունտունի կա, ոչ էլ բոլորն էստե հասուն մարդիկ են, ընտանիքներ ունեն, երեխեք ունեն։ Ոնց է հարցին լուծում տանք։